Ձերբակալված սրբազաններ եւ քահանաներ, գործով վկա հոգեվորականներ, այսօրվա Հայաստանն է սա։ Փաշինյանի կողմից եկեղեցին հիմքից թուլացնելու ամենակարճ ճանապարհը։ Իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Եկեղեցու դեմ արշավը սկսվել է դեռևս 2018-ին, նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումով, բայց որոշակի դադար տրվեց։ Վերսկսվեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Սկզբում ձերբակալեցին եւ կալանավորեցին Բագրատ Սրբազանին։ Մեղադրանքը ահաբեկչություն նախապատրաստելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներ։ Հաջորդիվ հերթը Միքայել arczepiskopos Աջապահյանինն էր։ Մի քանի հարցազրույց եւ սուր կարծիք գործող իշխանության մասին եւ նա եւս կալանավորվեց։ Մեղադրանքը իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ էր։ Հոկտեմբերի 26-ին Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին տրվեց 2 ամսով տնային կալանք, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը 1 ամսով կալանավորվեց եպիսկոպոս Պրոշյանին օժանդակելու համար։ Ընդհանուր առմամբ դատական համակարգում հոգևորականներին առնչվող գործերով անցնում են տասնյակ մարդիկ։